ոնց կարող է ամբողջ թաղամասը։ Աստված գիտի, իրանք ասեցին ու տրուկեն դրեցին, վերջ։ Գնան մտնի այդ փակ տարածքը, այդ վինտիլը փակի, ոնց կարա տես բանել։ Եթե ամեն քաղաքացի մտա վինտիլը փակի, այս Հայաստանի վիճակը պատկերացնի։ Դեպքեր լինում են վթարների ժամանակ, ասենք կենտրոնական վինտիլը փակվում է, բայց դա ամեն օր չի։ Բայց հո ջուրը չէ ցանկացած բնակիչ պայմանագիր ունի։ Իրանք պարտավոր են մեզ սպասարկեն մաքուր ջուր։ Մենք դա չենք տեսնում։ Ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մեր իրավունքներն են իրանք ոտնահարում։ Էհա ջուրը անհրաժեշտ բան է կյանքի համար։ Եթե դու չես սպասարկում քո ժողովրդի համար, դու էլ ինչ ես անում քո ժողովրդի համար։ Հիմա մենք ում բողոքենք։ Դուք եկել եք բողոքում եք, բայց մենք հաստատ կիմանանք, որ մեր խոսքը կհասնի տեղ։ Գիտեք ինչ կարևոր է նա, որ հույսն է կորում։ Ստեղ ուրիշ բան չկա։ Հավատն է կորում։ Մենք ոչ մի բանի չենք հասնում։ Առաջ է թանկ ջուրա, սնունդա, տրանսպորտա, ավելանած զարգանը ավելի հետ են կեթում։ Գոնե մենակ ջուրը թողեն իմ։ Մեր ղեկավարությունը, այսքան բոլորն էլ այդքան արտասահման։ Նույնիսկ լինի մի հատ լավ բան չկա, որ բերեն ասեն ժողովուրդ, սենց արեք, կնենց արեք, որ ձեր վիճակը լավ է։ Շատ վատ է։ Սենց ապրել չի լի։ Մենք անպաշտպան ենք, մենք մեզ պատկերացրու ժողովուրդը այսա կռիվ կլի։ լավ երկրում չենք ապրում, ինչ ասեմ ես։ Հասարակ բան ջուրը, հասարակ որ պարտավոր են, իրանք պայմանագրով մեզ ասել են, մենք պարտավորվում ենք, ձեզ մատակարար ենք։ Խիչ եք անում ձեր պարտավորությունները։ Մենք եթե չանենք մեր պարտավորությունները, կգաք մեզ կտուգանեք։ Հիմա ով է ձեզ ասելու, դուք ինչի՞ չեք ձեր գործը անում։ Գիտեք ինչ կա, հա խոսում ենք, ասում ենք, բայց մենք հույս չունենք, որ ինչ որ մի լավ բան կլինի, հարց կլուծվի։ Թե չէ մենք այսքան չենք, մենք ավելի շատ ենք։